Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ուրեմն այսօր միասին որոշել եմ պատրաստել մի շատ համեղ աշնանային պիրոգ կարկանդակ, որի գլխավոր բաղադրիչը այսօր այս գեղեցիկ մեղրաբույժ սալորներն են։ Ուրեմն կարող եք վերցնել ցանկացած տեսակի սալոր կամ դամբուլ միգուցե, ուղղակի աշխատեք, որ շատ քաղցր լինի։ Սա է պայմանը։ Ուրեմն որպես տարբերակ ասեմ, որ այս կարկանդակը կարող եք նաև պատրաստել մեկ այլ ուրիշ տեսակի մրգով, բազմիցս փորձել եմ պատրաստել բալով, ասեմ, որ բալով էլ ավելի համեղ է, ինչպես նաև խնձորով, դա էլ մի ուրիշ տեսակի համեղություն է, խնձորով արդեն պատրաստել ենք այս ալիքում, հղումը կթողնեմ, դիտեք և պատրաստեք սիրելիներս, չեք փոշմանի, միայն բոլոր տեսակների մեջ ինձ մի փոքր փոփոխություններ եմ թույլ տալիս, ինչի շնորհիվ ամեն անգամ յուրովի համ եմ ստանում։ Առայժմ դնենք մի կողմ և նախապատրաստենք նաև պնդուկը։ Ուրեմն պնդուկը ես արդեն բովել եմ սիրելիներս մարմանդ կրակի վրա, մոտավորապես 20-25 րոպե, մինչև այն պահը, որ այսպես ճաքի կեղևը բավական է։ Ուրեմն կարող եք նաև հում պնդուկ օգտագործել, բայց այսպես խմորեղենի մեջ ավելի արտահայտիչ համ ենք ստանում։ Այդ իսկ պատճառով ցանկալի է բովել։ Իսկ իմ մշտական հետևորդները արդեն կարծում հասցրել են ճանաչել ինձ և բազմիցս անգամ տեսել են, թե ես ինչպես եմ կիրառում հենց այս ընկույզի տեսակը իմ գաթաների մեջ, խորից պատրաստելով և այլն, ինչպես տեսնում եք, ազատում եմ շատ հեշտ կեղևից և ավելացնում եմ մանրիչ սարքի մեջ, կարող եք նաև դանակով կտրատել։ Վերջ, տեսակ չէ ընդամենը 5 վայրկյան և բավական է։ Եթե չափից շատ հարեք, բնական է յուղի զանգված է վերածվելու, ինչը որ մեզ պետք չէ։ Իսկ այնտեղ էլ արդեն զուգահեռ ջեռոցն եմ տաքացնում, քանի որ այն պետք է լավ տաք լինի սիրելիներս։ Իսկ հիմա պատրաստենք համեղ խմորը։ Ուրեմն վերցրել եմ 4 ձու սենյակային ջերմաստիճանի, ձվի վրա կավելացնենք վանիլին, վանիլային շաքարավազ, ով ինչ ունի, բայց պարտադիր է, որպեսզի ձվի հոտը չեզոքացնենք։ Շաքարավազն ենք ավելացնում։ Հիմա սա հարում ենք, մինչև որ զանգվածը փրփրի և ավելանա։ Շարունակում ենք այստեղ ավելացնել նաև բուսայուղը, ինձ մոտ անհամ, անհոտ բուսայուղ է, կարող եք վերցնել արևածաղկի, իսկ որպես խորհուրդ շատ համեղ է և օգտակար նաև խաղողի կորիզի բուսայուղը, ավելացնում ենք նաև կաթը, իդեպ բոլոր մթերքները սենյակային ջերմաստիճանի են, իսկ մի թխելուց սա կարևոր նախապայմանն է, մի փոքր եմ հարում կարճ։ Եվ շարունակում եմ արդեն ավելացնել չոր բաղադրիչները։ Չոր բաղադրիչներից ինձ մոտ այսօր կակաո է, հասկացաք արդեն շոկոլադե խմոր ենք պատրաստում, եթե ցանկություն չունեք, որ շոկոլադե լինի, այսինքն ուզում եք սպիտակ բիսկվիտ պատրաստել, ուրեմն այս 2 ճաշի գթալ կակաոն փոխարինում եք, ալյուրացնում եմ նաև ալյուրը, որի մեջ կխառնեմ 2 թեյի գթալ փխրեցուցիչ, այսպիսի լիքը գթալ։ Կարող եք ավելացնել սոդա, այդ ժամանակ 1 թեյի գթալ սիրելիներս։ Ալյուրի զանգվածը կավելացնենք մաս։ Երկար չեմ խառնում, որպեսզի խմորը չլինի ձիգ։ Տեսեք ինչ կառուցվածք ունի, որպեսզի չսխալվեք։ Այն ծորուն է, շատ ջրիկ չէ, բայց պինդել չէ։
տեսեք։ Այսպեսի գեղեցիկ անուշաբույր խմոր ենք պատրաստել։ Դե իհարկե չենք մոռանում, որ ունենք նաև ընկույզ, որը կավելացնենք հենց այս փուլում։ Գիտեմ, միևնույն է հարցնելու եք, կարող եք փոխարինել մեկ այլ ուրիշ ընկույզի տեսակով։ Իհարկե կարող եք, ուղղակի ես ձեզ միշտ ավելի լավ տարբերակ եմ առաջարկում, սիրելիներս, ընտրությունը ձերն է։ Ասեք այն ինչքան գեղեցիկ է։ Մեզ պետք է գա մեկ թեյի գթալ, միգուցե մի քիչ ավել դարչին, շատ համեղ է ստացվում։ Սալորի կտորները այս կերպով խիտ դասավորում եմ խմորի երեսին, այսպես եւ չեմ խորտակում ոչ մի դեպքում։ Ինչպեսի գեղեցկություն է, չէ՞։ Ուղարկում եմ նախորդ տաքացված ջեռոց 180 աստիճանի ներքո մոտավորապես 40-45 րոպե։ Եվ վերջ, մեր հրաշալի կարկանդակը չեք պատկերացնի ինչ բուրմունք է տարածվել մեր տանը, պատրաստ է իմ ջեռոցում ուղիղ 40 րոպեների ընթացքում։ Ահա տեսեք, չոփիկը դուրս է գալիս խմորի մեջից, չոր, ուրեմն մեջը լիարժեք պատրաստ է, թխվել է։ Ցանկալի է միշտ սառը վիճակով կտրել, որպեսզի մեջի գոլորշին դուրս չգա եւ չոր չլինի։ Տեսեք ինչքան փափուկ է։ Ահա այսպիսի համեղություն պատրաստեցինք միասին եւ որպես կանոն ես այս տեսակի կարկանդակները մատուցում եմ պաղպաղակով։ Ահա այսպես։ Տեսեք ինչքան լավ է թխվել կարկանդակը։ Ահա։ Շատ համեղ է։ Պատրաստեք, հաստատ գոհ եք մնալու։ Անչափ համեղ է։ Եվ հավատացեք, ինչքան շատ է զգացվում միրգը, էլ ավելի համեղ է։ Հուսով եմ կպատրաստեք և կգրեք ինչպիսին էր բաղադրատոմսը։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք և որ այդքան դրական եք։ Մինչ նոր շատ համեղ հանդիպումներ։